Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրության ենք ներկայացնում Թամարա Գլոբայի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։ Մարտ ամիսը շատերի մոտ ճակատագրական կարևոր շրջադարձային ամիս է լինելու։ Դե ինչ, մենք արդեն եկել ենք գարուն։ Աստղաբանները կանխատեսում են, թե ինչպիսին կլինի գարունը, իսկ աստղագուշակների սիրահարներն ուսումնասիրում են դրանք օգտվելու այս հուշումներից կամ պարզապես հետաքրքրությունից դրդված։ Մեր բոլորի կողմից սիրված Թամարա Գլոբան ներկայացրել է իր հորոսկոպը։ Աստղագուշակը մարտի վերջին օրվա համար կանխատեսումներ է հրապարակել։ Մենք լսել ենք աստղաբանի կանխատեսումները և հետաքրքիր դրվագները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Թամարա Գլոբան բացատրել է, թե ինչպես պետք է լավագույնս անցկացնել գարունը։ Նախ ընդհանուր առաջարկություններ։ Թամարա Գլոբան զգուշացնում է, որ ապագա ֆինանսական բարեկեցության համար պայքարի շրջան է սկսվում։ Այս ամիսը և հատկապես նրան հաջորդող ամիսները հիմք կդնեն այն կարևոր իրադարձություններին, որոնք կզարգանան ավելի ուշ, բայց իրենց արդյունքները կբերեն հենց այս տարի։ Մարսը շատ ակտիվ ազդեցություն կունենա հաղորդակցությունների, ուսումնասիրությունների, գիտելիքների փոխանցման ճանապարհորդությունների, ֆինանսական հարցերի և ինտերնետ նախագծերի վրա։ Ամբողջ գարունը հետաքրքիր շրջան է լինելու ստեղծագործության հետ կապված։ Լուծվելու են նաև աշխատուժի և աշխատավարձի հարցերը, վաստակ, ինքնաբավություն, նոր աշխատատեղեր և ընտանիք։ Չնայած այն հանգամանքին, որ այս ամիսը շատ դժվար օրեր է բերելու, սա շատ ճակատագրի կարևոր շրջադարձային շրջան է։ Ոմանք կգտնեն իրենց ապագան, իսկ ինչ-որ մեկն իր համար նոր ժամանակաշրջան կանցնի։ Աստղաբան կենդանակերպի բոլոր նշանների համար Թամարա Գլոբայի կողմից։ Խոյ, գարունը անձնական հաջողության շրջան է։ Ամսվա սկզբից այս նշանի տակ ծնվածները փորձելու են վաստակել իրենց անհրաժեշտ միջոցները և ներդնել ապագայի մեջ։ Ակտիվորեն ներգրավված կլինեք նոր նախագծերում, որոնք ապագայում ձեզ լավ հեռանկարներ կբերեն։ Սա ակտիվ աշխատանքի, տնային գործերի և տան բարելավման ժամանակ է, հաջող ստեղծագործական, ուրիշների կողմից սիրո և ուշադրության շրջան։ Կլինի ուսման, ճամփորդությունների ակտիվ շրջան, սա ձեզ համար կբացվի հաջորդ ամսվանից։ Ցուլ, գարունն այն շրջանն է, երբ կարևոր որոշումներ եք կայացնում կապված ձեր ապագայի հետ։ Հարկավոր է կամային կամքով որոշում կայացնել և զբաղվել խոստումնալից հարցերով, որոնք վերաբերվում են անձնական կյանքին և գործերին։ Եթե դուք պլանավորում եք վերապատրաստում կամ անձնական փոփոխություններ, վերցրեք այն, ինչ ձեզ հարկավոր է։ Գարունը ձեր առջև կբացի մի շրջան, որը կբերի ինտելեկտուալ հաջողություններ։ Հետաքրքիր ծանոթությունների ժամանակաշրջան է։ Ամսվա վերջում մեծ ուշադրություն դարձրեք բնակարանային հարցերին։ Սա նաև ժամանակաշրջան է, որը վերաբերելու է մեծ վաստակի։ Երգվորյակներ, սա փոփոխական ժամանակաշրջան է։ Գարունը լուծելու եք տան, երեխաների, ծնողների գործերին վերաբերող հարցեր։ Մեծ ուշադրություն դարձրեք բնակարանների կազմակերպմանը և նյութական ռեսուրսների բաշխման հարցերին։ Այն մարդիկ, ում սիրում եք, ոչ միայն ուշադրություն կպահանջեն, այլև ֆինանսական ներդրումներ։ Ամսվա սկիզբը լավ ժամանակ է ծանոթությունների համար։ Խեցգետին, հեռանկարների շրջան, որը կապված է ընկերների, ինչպես նաև նոր բաների հետ։ Նախաձեռնող եղեք ապագայի պլանավորման հարցերում, բայց անձնական գործերում կարող են չնչին դժվարություններ և հիասթափություններ լինել, որոնք ձեզ կանհանգստացնեն գարնան ընթացքում, և միևնույն ժամանակ սա հիանալի շրջան կլինի սովորելու, նոր տեղեկությունների, կարևոր հանդիպումների և ծանոթությունների համար։ Առյուծ, բանակցությունների հնարավորություն, որոնք հաջողություն կբերեն ձեր կարիերայում։ Ղեկավարությունը կօգնի ձեզ, բայց միևնույն ժամանակ ակտիվորեն կվերահսկեն ձեզ։ Ամսվա կեսից կսկսվի հիանալի ժամանակ ինքնաիրացման համար։ Ձեր հմայքը, արտաքին տեսքը, զգացմունքները, կրեատիվությունը ուրիշների ուշադրության կենտրոնում կլինեն։ Կույս, կարևոր ժամանակաշրջան, որը վերաբերում է մինչ քաղաքային ճանապարհներին, այն է, երբ դուք պատրաստվում եք տեղափոխվել։ Սա կարևոր պահ է ինչպես ձեր սիրելիների, այնպես էլ հեռավոր հարազատների
համար և նաև տնից հեռու վաստակելու հնարավորություններ ստանալու համար։ Գարնանը դուք ձեր ընկերների և սիրելիների հետ միասին կհավաքվեք նոր հնարավորությունների շուրջ, որոնք կվերաբերվեն ձեր երեխաներին, գործերին, աշխատանքին և մտավոր կարողություններին։ Կշեռքներ, գարունը շատ փոփոխություններ կբերի։ Մարտ ամսվա ընթացքում դժվարություններ կլինեն, որոնք իրականում դուք չեք հասկանա, թե որտեղից առաջացան։ Ձեր անձի շուրջ շատ կուլիսային հակասություններ կլինեն։ Միաժամանակ ամեն ինչում կօգնեն ձեզ սիրող և գնահատող մարդիկ։ Սա տոկունության ժամանակն է։ Կարիճ, գարնան առաջին կեսը մի շրջան է, երբ դիմակայություն է լինելու հակառակորդների, գործընկերների, մրցակիցների հետ։ Շատ զգույշ եղեք նոր թշնամիներ չստեղծեք։ Նաև գարնան սկզբին ղեկավարությունն ավելի մոտիկից կանադառնա ձեր տաղանդներին և հնարավորություններին։ Հեռվից հարազատներին աջակցելու լավ հնարավորություն կտա ամսվա առաջին կեսը։ Աղեղնավոր, ակտիվ աշխատանքի ժամանակաշրջան է, ժամանակ հատկացրեք տան ինտերիերին, աշխատեք վերանորոգումներ անել, որոնք հետագայում ձեզ կուրախացնեն, աշխատեք ավելի խնայող լինել, քանի որ ղեկավարության հետ կապված բանակցությունները կարող են ցանկալի արդյունք չբերել մինչև 3-րդ տասնօրյակ, վայելեք ձեր հանգիստը։ Այծեղջյուր, ամսվա սկզբին ուշադիր եղեք ֆինանսական հարցերի, դուք ձգտում եք օգնել ձեր սիրելիներին, ակտիվ ստեղծագործական ֆիզիկական աշխատանք, այն բաները, որոնք դուք նվիրում եք երեխաներին և սիրելիներին տեղի կունենան մեկ ամսվա ընթացքում։ Գարնան առաջին կեսին ընտանիքում կարող են վեճեր լինել, այնպես որ աշխատեք չվիճել սիրելիների հետ։ Ջրհոս, դուք կզբաղվեք մարդկանց կոնկրետ օգնության հարցերով, այս ընթացքում դուք շատերի համար բարերար կլինեք, առանց փողի չեք մնա, ձեզ կաջակցեն, նույնիսկ եթե ձեզ համար դժվար լինի գումար վաստակելը, բայց միևնույն ժամանակ դուք ձեր ողջ էներգիան և ուշադրությունը նվիրում եք այլ մարդկանց ժամանակ տրամադրում ինքներդ ձեզ։ Ձուկ, շատ ժամանակ և ուշադրություն հատկացրեք ձեր հարազատներին, ակտիվ աշխատանքի ժամանակաշրջան է, երբ ի հայտ կգան նոր գաղափարներ և հետաքրքիր նախագծեր, հետաքրքիր առաջարկներ կստանաք, որոնք վերաբերվում են ինտելեկտուալ և ստեղծագործական գործունեությանը։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար, մինչ նոր հանդիպում։